Ժողովուրդ ջան, եկեք մի հատ ծուռը նստենք դուզը խոսանք, էլի։ Այս Գյումրի ընտրություններին պարտվեցինք բոլորս։ Ես շատ հիասթափված եմ, շատ ցենց։ Ու ինչ այս նույնն էլ սպասում է բանի ազգային ժողովի ընտրություններին։ Դա մյուս տարի է լինելու։ Մի տարի ժամանակ մնաց։ Նայեք, ես այս ամբողջը վերլուծելու հասկանալու համար չենք կարող չանտեսենք Վարդան Ղուկասյանի ավանդը էլի այս ամեն ինչի մեջ։ Թեկուզ մարդը բռնված է, բայց այսօր այս թեման շատ արդիական է։ Ոնց պատահեց, որ քաղաքական դաշտում, օրինակ, նույն Գյումրիում, ընդհանրապես հայկական, բացի, ասենց ասած, ռեալ ընդդիմությունից, ընդդիմության մեջ Վարդանից բացի ոչ ոք չկա։ Ոչ մեկի ժողովուրդը չի ճանաչում։ Մնացածը բոլորը դրանք մի կուտոկ են, էլի, մի տրիումվիրատ են։ Սերժ, Նիկոլ, Քոչարյան։ Ինչի չկա ուրիշը, այլընտրանքը Վարդանին, էլի։ Որտեվ Վարդանը ինքը փեշերը փռել է, ասենց ասած, այդ քաղաքական դաշտի այդ ընդդիմությանը վերցրել է իրան, սեփականաշնորհել է, մնացած բոլորին հայտարարել է, որ մնացած բոլորը սաղ ծախված են, ինքը միակ փրկիչն է Հայաստանի։ Ու մի զանգված ահռելի հավատում է դրան ու պաշտպանում է այդ թեզը։ Ու եկեք մի հատ հիմա որոշենք, ասենց, նայեք, թե ով է հիմա մեր համար հայկական քաղաքական դաշտում ու իրականությունում, էլի, Վարդան Ղուկասյանը, ով է, քաղաքական գործիչ, քաղաքական հալածյալ, մեծ հայրենասեր, ազգանվեր մի կուսակցության, մի գաղափարախոսություն կուսակցության պատգամավոր նախագահ, թե ինչ-որ մի տոտալիտար, ավտորիտար սեկտայի հիմնադիր։ Սեկտա, որ զինված է ռադիկալ ինչ-որ փիլիսոփայությամբ, իսկ ինքը Վարդանը մի տեսակ եսակենտրոն էգոցենտրիկ առաջնորդ է, ով չի ընդունում այլակարծություն, բացարձակ չի ճանաչում, այլ կարծիք չկա իրամ համար, եւ որ հարապում է մի sense ասած այն աստղային հիվանդությամբ, էլի, կամ ձևավորում է իր շուրջը պաշտամունք։ Հիմա եկեք այս հարցերի պատասխանը գտնենք, որտեվ նայեք, խաղասեղանին դրած է Հայաստանի հարցը, Հայաստանի ապագան, քաղաքական ապագան, քաղաքական էվոլյուցիան, sense ասած, էլի։ Հիմա բարև ձեզ, ժողովուրդ ջան։ Հարգանքներս բոլորիդ։ Ու նայեք, հիմա ոմանք կարող է փորձեն արդեն ժամանակից շուտ sense դատեն այս ընդհանուր զրույցի մասին, պարզապես առաջին այս մանալոգիցս, այդ պոռնկացին զանգվածը, որ հիմա ուզում արդեն մի հայոյան գրի, լսեք միջև վերջ ու ուղեղներդ միացրեք։ Հիմա Facebook-ի իմ հետևորդին դիմեմ, լսեք, երկար կլինի այս հաղորդումը, կարող եք միանգամից տեղափոխվել YouTube, հետո ձեր մեկնաբանությունները բանը կգրեք էլի Facebook-ում, էլի։ Ինձ էլ է Facebook-ը ավելի հաճելի այդ կապի հետ կապված, էլի։ Սակայն YouTube-ում էլ եմ բոլորին պատասխանում, աշխատում եմ, էլի։ Այսքանը, հիմա նայեք, ժողովուրդ, եկեք մի սենց զուգահեռ իրականություն տեղափոխվենք, էլի, որ եթե Վարդանը դուրս չգար Գյումրու ընտրություններից, մենք ինչ պատկեր կունենայինք, որտեվ ես նայում էի նամանավանդ Վարդանի Ղուկասյանին, վայ, այն որ կներեք ղզղնել էր լրագրող աղջիկների վրա, ասում էր մութ լիներ, ես ցանցագործ կդառնա, Սուլեյման բռնաբար կլինեի, ես որ այդ վիժվածքը բարձացավ աթոռ, դա հաղթեց այսօր։ Դրա մեղքը ես տեսնում եմ մենակ դո կուսակցության անգործության եւ կուսակցական sense իմպոտենտության մեջ։
որ նրանք այսօր այդ ամեն ինչը արեցին։ Ու որ Վարդանը ինքը ասենց ասած այդ դաշտը ասենց պիլիսոսի պես շնչել է, բոլորը իրանն են, ինքը միակն է փրկիչը, ու նրանք այսօր տոնեցին հաղթանակ։ Որտեղ նայեք ժամանակը կարճ է, լսեք, այդ քաղաքական ընտրությունները 5 տարին մեկ են լինում։ Մյուս տարի ազգային ժողովն է, էլի նույնն է լինելու։ Հետո մի հատ էլ 5 տարի սպասեք, լսեք, սա խաշ օպերացիա չի կամ խորոված քյաբաբ, սևան, այս շաբաթ չեղավ, մյուս շաբաթ գնանք, լավ կգամ, կդուրս գամ, կբացատրեմ, ինչի սենց ստացվեց։ Ժամանակը ամենաթանկ ակտիվն է, լսեք, որ հետ չես բերի։ Փողը տունը հետ կբերես ունեցված, ժամանակը հետ չես պտտի։ Չես ասի 5 տարի էլ սպասեք, կարող է 5 տարուց էշմիսատկի գարուն կգա, դոգը կփրկի։ Հիմա այ որ ամեն ինչ ճիշտ պատկերացնենք, նայեք հլը։ Տեսեք, Վարդանը որ բռնվեց, ու այս նույն վերլուծությունը կանեն բոլոր պրոֆեսիոնալները, եթե հրավիրենք այսօր աուդիտ օրինակ, Հարվարդից, Քեմբրիջից, այնտեղ Լոնդոնի, Ամերիկա, ես իմ Ֆրանսիայի պարլամենտներից, ասենք մի հատ այս իրադարձությունը մի հատ դուք էլ գնահատական տվեք։ Բոլորը իմ այս գնահատականը կտան։ Որ դոկ կուսակցությունը ընտրել է ամենասխալ ճանապարհը։ Ընդհանրապես այդտեղ դա սխալների մի ամբողջ մի բան է։ Զամբյուղը։ Նայեք, եկեք մի հատ այսպես նայենք էլի ամեն ինչին։ Ես հիմա այդ բոլոր բացատրությունները կտամ ժամանակից առաջ մի ընկեք, ես ամեն ինչ կտամ ձեր հիմա պատասխանները, որ արդեն պատրաստում եք գրեք, կսպանեն, մեղք այսը։ Տեսեք, Վարդանին երբ բռնեցին, արդեն բռնվելուց երևի մի 10 օր հետո սկսեց քարոզարշավը, պաշտոնապես էլի։ Վարդանը պետք է արդեն պատրաստ լիներ այդ քարոզարշավին, որտեղ իր ցուցակն է պետք է ունենար, լիազորագրերն էլ ուղարկած այդ ամեն ինչը, որ ընդեղ գնան այդ բյուրոկրատիայով զբաղվեն եւ հայտը ներկայացնեն քաղաքական այդ ընտրությունների։ Բայց Վարդանը դուրս եկավ ընտրապայքարից։ Էլի եմ ասում, հա ինքը բռնված է, ինքը չի կարող պատասխանի, ինքը երբեք էլ չի պատասխանել խելացի հարցերին, հիմա կապ չունի բռնված է թե չէ։ Սուր հարցերին ինքը չի պատասխանում։ Բայց այսօրվա այդ ամեն ինչը պետք է վերլուծվի։ Որտեւ սեղանին դրված է պետության ապագայի հայրենիք փրկելու հարցը, ասենց ասած, ոչ թե անձ փրկելու։ Մենք շտապօգնություն չենք։ Տեսեք, Վարդանը երբ բռնվեց, քանի հոգի հայտնվեց, որ կանգնեցին հենց նույն իրանց խոսափողներով Վարդանի կողքը, էլի։ Սկսեցին բարձրաձայնել։ Նույն եկեք նայեք, Վարդան Հակոբյանը, նույն Էդգարը, շատ մեծ ավանդ ունեցավ։ Մի հատ էլ տղա կարելի են Բևերի նման Արևմտյան Հայաստանը հետ բերում, անունը մոռացել եմ, ինչ-որ սենատ են սարքում, բտարանդի կառավարություն, այդ տղան, Լենդրուշը, լսեք ինչքան խոսափող ավելացավ, մեկ էլ ես, 5 խոսափող, որ սկսեցին խոսալ ու պետք եղած դեպքում, եթե Վարդանը ուղերձով դիմեր էլի, որ ես բռնված եմ, խնդրում եմ բոլորը ով բանը կանգնեք իմ կուսակցության կողքը, ձեր խոսափողներով, ձեր ռուպերներով։ Դուք տեսեք ինչքան մարդ կկանգներ Վարդանի փոխարեն, եթե տեսեք մի գլուխը կտրվեց, կաճեն մի քանի գլուխներ արդեն։ Դրակոնի էլի, ու բոլորով հավատացեք, մենք Գյումրիում կունենենք հաղթանակ։ Գումարած իրա բռնված լինելը, դա միշտ քաղաքական դիվիդենդ է տալիս այդ ուժին, արդեն։ Ուրեմն նրա մեջ մի բան կա, որ բռնել են կամ իշխանությունները ասենց մոտեցում են ցուցաբերում։ Ինչպես եւ մահափորձ այդ ամեն ինչ էլի, այդ ամեն ինչը քաղաքական դիվիդենդ է տալի այդ ուժին, կուսակցությանը։ Մենք Գյումրիում կհաղթենք։ Շատ բարձր ցուցանիշով կգրանցենք հաղթանակ։ Կամ կլինենք միգուցե առաջի հորիզոնականում։ Առաջին։ Բայց այս ամենը չստացվեց։
Հասկանում եք, ես անենց եմ հասկանում մարդկանց, ես ինքս կարդում էի այն Փարաքյարի խնջույքը որ կար, երբ մարդիկ նշում էին հաղթանակ, էլի NDA թիմը։ Թե մարդիկ տակը ինչ էին գրում, օրինակ։ Էլ հայհոյանքով, բանով, Վարդանին սենց արիք, ես ինչս կուտեիք, թե դուք Վարդանը լիներ, այս կարգի շատ էին գրում մարդիկ։ Ես էլ եմ համաձայն այդ մարդկանց հետ, որ շատ տխրալի էր այդ ամեն ինչը նայելու, որ այդ վիժուածքները, այդ տրիումվերատը, Սերժ Նիկոլբան ու Քոչարյան վերարտադրվեցին։ Բայց նա որ վերարտադրվեց, ես Վարդանիկ Ղուկասյանը դա ամենախայտարակությունն էր, վայ։ Ես չգիտեմ դրան ընդհանրապես Այսա Նիկոլ, որ դու գողական այդ ճշտի ասպետների վերջը չտվեցիր, այդ դրանք են եղել։ Ես կապի մեջ եմ մարդկանց հետ։ Այդ պոռնակացին զանգված ճշտի լանցելոտների, այդ դրանք դրան առաջ բերեցին։ Անասունին վախացնելով, ստիպողաբար տանելով ընտրատեղամասեր։ Ու այս ամեն ինչի մեղավոր հենց Վարդանն է։ Նայեք, սա քաղաքական գնահատական է, սա ուրիշ ոչ մի բան, դուք շատ էլ որ մարդը բռնված է, հիմա չգրեք։ Այս ամեն ինչը պետության, հասկանում եք, պետականա շինության մասին է խոսք գնում, ոչ թե անձափրկության։ Մենք այսա կորցրեցինք։ Այսօր պետական ինստրումենտների ձեռքը քաղաք Հայաստանի համար 2 քաղաքն է։ Եվ նայեք, եթե ճիշտ լինենք այս հաղթանակից հետո ամերիկյան դատարանը ուրիշ ձև կնայեր Վարդանի գործին։ Կասեր պետության երկրորդ քաղաքում բռնեց առաջի տեղ։ Դա նշանակում է քաղաքական ուժ է։ Բայց այս րոպեին չգիտեմ իրանք ոնց են դատավորին ներկայացնելու, որ դոկը կամ Վարդանը դա քաղաքական ուժ է։ Դրան հիմա ներկայացրել են ոնց որ ինչ որ մի խուլիգան բան, բլոգեր դատարանում։ Այս էր, որ յուրաքանչյուր պրոֆեսիոնալ հիմա կտար այս իմ ասացի պես գնահատական։ Ոչ թե հայկական պրոֆեսիոնալ, այլ համաշխարհային այդ բարձր մակարդակի էլի, բարձր լիգայում խաղացող էլի պրոֆեսիոնալ։ Ու հետաքրքիր է, ձեզանից ոմանք որ ասում են, Վարդանը դուրս կգա եւ կտա պատասխան։ Լսեք, ինչ պատասխան է տալու։ Թեկուզ եւ նա գա ասի ինձ հանցագործների միջոցով, կրիմինալի միջոցով, ամերիկյան, մեքսիկական, այնտեղ չգիտեմ, Կոզանոստրա, խառնի իրար, ես իմ այնտեղ յակուձա, մակուձաներին ասի, ինձ եկել են վախացնում են, որ կսպանենք, ես դրա համար զատնի դրեցի։ Ես նույնիսկ այդ չեմ ընդունի։ Որտեվ լսեք, ինքը խոսում էր հայրենասիրությունից, հերոսությունից, այն երիտասարդ տղաներին տանում էր մարտի դաշտ, ոգևորում այդ ամեն ինչին, որ բայց ինքը իր մաշկի համար դողատ են, 50 տարեկան տղամարդ համար, իմ տարիքի ենք էլի։ Ես չեմ ընդունի նույնիսկ դա։ Էլ ոնց ես դու ուրիշին հորդորում, որ գնա բանակ չվախենա, եւ որ դու ինչ որ մի քանի հատ Մեքսիկ այնտեղ կապիկից վախեցար, որ քեզ կարող է գան դուշի տակ ինչ որ բանդանակով խփեն։ Բայց դա աբսուրդային է, էլի։ Դրա համար Վարդանը չունի իմ համար արդարացնելու ոչ մի բան, արդարացում։ Եվ նա, որ ինքը հայտարարում է, որ հայաստանյան քաղաքական դաշտում բոլորը սրիկաներ են, դա սուտ է։ Ոչ մի ազնիվ մարդ Հայաստանում չի մնացել, ինքը միակն է։ Ոչ մեկ իր կողքը չկա, չի գալիս։ Դա սուտ է։ Ինձ մարդ կա, ես այսօր զանգում ենք, օրինակ ես իրան հարցրեցի, ասեցի կթողնես քո անունը ասեմ էլի, որ դու Վարդանին դիմել ես, քաղաքական ես բանով, Վարդանը նույնիսկ հետ չի զանգել հետո։ Ասել է կզանգեմ ու միջ օրը զանգում է։ Այդ մարդը ասեց, չէ, ասեց, վախեցավ, ասում է կդուրս գա, հետո բերան ապրծպր վրաս կբացի։ Այ սա հայկական խիզախությունն է, մեր տղամարդկությունն է։ Բայց ես իրան հավատում եմ։ Իսկ ինքը մեծ ժողովրդին հայտարարում է, որ ոչ մեկ չկա, շատ է լավ կան մարդիկ։ Գիտեք իմ հետ ինչքան մարդիկ կան ազնիվ,
որ մարդիկ ցավում են, պարզապես զանգում են, այդ ցավով կիսվեն, հասկանում եք, իմ հետ են կիսվում, խոսում ենք, որ այդ մարդիկ կլինեն, այդ մարդիկ անկաշար են, նրանք կկանգնեն, նրանք հանուն ամեն ինչի են պատրաստ, հասկանում եք։ Իսկ Վարդանը ասում է, ոչ ոք չկա, չորացել է, զասուխա է Հայաստանում։ Ու համոզել է դա, ամենաբանը դա է, որ համոզել է։ Ու արդյունքում ունեցանք այսօրվա Գյումրիի պատկերը։ Այսա մենք կարող ենք ունենանք, եթե ինքը ճիշտ քաղաքական ճկունություն ցուցաբերեր, քաղաքական կամք, ավելի հեռատես լիներ, ավելի բան, հայրենասեր եւ պետականամետ, անվախ։ Ու հիմա է առաջ գալիս երկրորդը, որ իմ մոտ արդեն այդ կարծիքն է ձևավորվել մարդկանց հետ խոսալուց, էլի, որ Վարդանը կուսակցություն չի, սա սեկտա է։ Սեկտա։ Եթե դուք բարձեք իրավաբանորեն կարդաք սեկտայի բացատրությունն է իրավական ձևով, էլի ինչա սեկտան։ Հենց դա է։ Երբ մարդկանց զանգված հավաքվում է մի գաղափարի շուրջ, դա ընդհանրապես լինում է ռելիգիոզնի։ Ըստեղ մեր հոգևորը դա հայրենիքն է, այնտեղ էլ նույնը։ Իսկ փրկիչը միակն է։ Բոլոր սեկտաներում փրկիչները մի հոգի են լինում։ Սեկտան չի ունենում երկու առաջնորդ։ Նայեք, այս նույն ձև, եթե դուք բացեք կարդաք, օրինակ Չարլզ Մենսոնը, որ կար Ամերիկայում, այդ խելագար հիպիների սեկտան, նա միակն է եղել։ Նա չի ունեցել ոչ ոք կողքը։ Ինքը մենակ ու իր այդ ամբողջ կամունան բազմաթիվ կնիկներով։ Հասկանում եք, հետո դատվել են իրանք սպանություններ, բան տարբեր։ Նույն Աուլսենրիկյո այդ ճապոնական այդ խելագարը, հասկանում եք, նրանք միակ են, եզակի, նրանք մեկ լիդերներ են։ Ու դրա համար ինձ ավելի նմանացնում եմ ես Վարդանի այս ամբողջ իր գաղափարախոսությունը ավելի շուտ սեկտայի է նման։ Որ մարդիկ պարզապես ինչպես եւ սեկտայում մոռանում են պարզ դատողությունը, այդ ամեն ինչ էլի առողջ մտածելը, տարվում են ինչ-որ մի գաղափարի, օրինակ, որ ինքը միակ փրկիչն է, որ շուտով աշխարհը կործանվելու է եւ իր մեջ է փրկությունը։ Ու նույնն էլ հիմա Վարդանն է ասում, նայեք, ասում է Հայաստանի միակ փրկիչը ես եմ, ու մարդիկ ինձ էլ են համոզում, որ Իրանից այն կողմը փրկիչ չկա էլ Հայաստանն էլ այլ ընտրանք չունի Վարդանից բացի։ Վարդանը միակ փրկիչն է։ Սա բա սեկտա չէ, ինչ է։ Որտեւ ինքը չունի ոչ մի քաղաքական գործողություններ, քաղաքական շարժ, քաղաքական կյանքի մեջ ինքը չի փորձում անընդհատ բանանի մասնակցի։ Շատ քաղաքական ալիքներ կա, օրինակ, որ խոսում ես, ասում եմ, մենք առաջարկել ենք իրան, բան, հարցազրույցներ, բայց ինքը հրաժարվել է։ Քաղաքական լուրջ ինչ-որ բաներ ավելի, կարող է Պետրոս չի եղել, բայց ուրիշ, ինքը հրաժարվել է։ Որտեւ տեսեք, ես վերջերս բան եղավ, նայեք, մարդիկ շատ գրում են շնորհակալություն էլի, իր փաստաբանը Լևոն մոռացա ազգանունը, որ կարծեմ Ղուշյանի մոտ ինտերվյու տվեց, մարդիկ ինձ գրում էին էլի, որ այ քո ասածները հիմնավորեց ինքը, դու ճիշտ էիր ասում, բան, շնորհակալություն։ Դե դա 20 օր առաջ է ասում, 20-25 օր առաջ։ Ու նայեք, ինչքան սուտ բացահայտվեց, երևի միգուցե դրա համար էր, որ Վարդանը, տեսեք, իրակուսակցությունը խափում էր, որ ինքը բռնված է եղել։ Բռնված չէ, հիվանդանոցում է, սրտամկանի ինչ-որ այդ սուտ ինֆորմացիան, որտեվ դուրս եկավ շատ ստեր Վարդանի կողմից։ Ես ինքս, նայեք, մարդկանց սիրում եմ հավատալ, բայց չեմ վստահում։ Ու հիշեք, սենց մի ասացված կա, ասում է, եթե քեզ մի անգամ խաբեցին, դու խաբեբայի զոհ ես։ Եթե երկրորդ անգամ խաբեցին, դու դեբիլ ես։ Իսկ եթե մարդ քրոնիկ է խաբվում, դա արդեն եսիմ դեբիլ էլ չի, դա ավելի
Տեսեք, Վարդանը ասում էր, որ ինքը Հայաստանում բան է եղել, ցույց էր տալի դատարանի որոշում, որ իր դատվածությունը իր վրայից հանվել է։ Ռուսերեն ասեց եւ ռեաբիլիտիրվել է։ Ես այդ թուղթը տեսել եմ։ Նույնիսկ խոսացել եմ մարդու հետ, ով դրել այդ թուղթը ծրարի մեջ ուղարկել Վարդանին։ Ինքն էլ էր ինձ ասում, ախր ես այդ թուղթը ինքս եմ ուղարկել Վարդանին։ Ծրարի մեջ դրած։ Դատարանից որ եկել էր իր հասցեով էր եկել, բայց իր փաստաբանը հայտնեց, որ իր խնդիրը հենց այդ դատվածությունն է, որ Միացյալ Նահանգները դատված մարդուն ապաստարան չի տալիս։ Մյուսը նա ուրեմն ընդհանրապես քաղաքական ապաստարանի չի տվել հայտը, որտեղ դատված քաղաքական ապաստարան խնդիրները շատերը դատված են լինում։ Եվ չկա քաղաքական հոդված, բոլորը այդ կարգի հոդվածներով էլի։ Իսկ Վարդանը մեզ բարձրաձայնում էր, որ ինքը ունի քաղաքական ապաստարան։ Ասեք երկրորդ սուտը իրան տվել են, FBI-ը իրան հսկում է, թիկնապաներ են տալիս, հետեկման գալիս, քիլերներ են գալիս, իրան սպանեն։ Բայց պարզվեց, որ այդ էլ ասուտ, այդ ամեն ինչը չասեցին։ Այն հարցն էլ չտվեց բանը Համլետ Ղուշյանը։ Մյուսը, որ Վարդանը սուտ որ տարածվեց, որ տեսեք, փրկեք, տանում են Վարդանին սպանեն, էքստրադիցիա պետք է լինի։ Իր փաստաբանը ասեց, որ դա էքստրադիցիայի գործ չի, դա վտարման գործ է։ Աշխարհը մեծ է, 200 քանի երկիր կա, կարող է տոմ սառնի ու ուզում է գնա։ Իսկ մեր մոտ այդ հիստերիան ընդեղ գագոն այրուցներին չի կերակրում, Վարդանին ակցելու վանդակը, այնտեղ չգիտեմ, գրզոն արդեն դանակներն ասերում, որ մորթի, այս կարգի եշություններ, որ տարածվեց էլի մարդկանց կողմից։ Իրակուսակցություն էս տարածեց։ Այն նայեք, սա հիմա, տեսեք, սա ինչի համար արվեց էլի այս աննորմալությունները։ Փոխարեն քաղաքականությամբ զբաղվենք, ընկա տեսություններ էին տարածում։ Ինչի ընդհանրապես Վարդան Ղուկասյանը չփորձեց ամուսնանալ, ես այն յապոնչիկի օրինակը դրա համար բերեցի, որ ամուսնանար, մի հատ հայկին չկար այդտեղ, գտնեին օրինակ, որ կացության իր վիճակը պարզվեր, ավելի հեշտանար։ Ես համոզված եմ, շատերը համաձայն կլինեին։ Բայց ամեն ինչ սենց ստացվեց։ Ու հիմա ազգովի պայքարում են Վարդան Ղուկասյանի գրին քարտի համար։ Դուրս է գալի դա։ Որտեւ ամբողջ իմաստը դրա համար է, դրա մեջ է։ Կվտարեն կգնա ուրիշ երկիր, բայց այս ամբողջ միտինգներ բան, որ գրին քարտ ստանա մարդը երևի։ Ես իմ ասում եմ, Հմայակ Հովհաննիսյանը շատ լավ բան առաջարկեց, ասեց թող դիմի Վարդան Ղուկասյանը Դոնալդ Տրամփին։ Թող աջակիցները գնան Վաշինգտոնում մի հատ ցույց անեն։ Միգուցե տան Դոնալդ Տրամփը ողորմա մի հատ ամերիկյան անձնագիր, չգիտեմ։ Այդ էլ է տարբերակ։ Սա է, որ այդ ստեր, կեղծեր, ուստեղ ավելի շատ դուրս է գալի անձապաշտություն, այլ ոչ թե երկիր փրկելու ծրագիր։ Մենք ազգովի ընկած բոլորով փորձում էին Վարդանի կաշին փրկեին։ Երբ որտեղ փրկելու ոչինչ էլ պետք չէր, իրան չէին բերում սպանեին։ Տեսեք, հիմա սառը դատենք։ Իսկ արանքում ստացան Գյումրիի խայտարակ բանը, պարտությունը ժողովրդի կողմից։ Մենք տեղափոխվեցինք, զբաղվեցինք լրիվ ուրիշ բանով։ Երբ որ պետք է կենտրոնանանք, պետություն փրկելով, ոչ թե ինչ որ մարդու կյանք փրկելով, այն էլ կեղծ։ Որտեւ նրա կյանքին ոչինչ չէր սպառնում։ Այս սա է, որ ինքը իրան մեծարել է, տեսեք, այսքան կուսակցության նախագահներ կա, էլի, Լենինից բռնած ներկայացնում են, председатель партии, ոչ մեկ չի ասել, օրինակ, Էդմոն Մարուքյանը, բան, օրինաց չէ, ոնց էր, ինչ էր, Լուսավոր Հայաստան կուսակցության պատվավոր նախագահ Էդմոն Մարուքյան, կամ Հանրապետական կուսակցության պատվավոր մեծապատիվ նախագահ Սերժ Սարգսյան, կամ ինչեր են բանը, հիմա անունը մտքիցս թռավ էլի, որ էլի հանրապետականի նախագահ էր։
Բայց նայեք Վարդան Ղուկասյանը ստիպում է բոլոր այն խոդագեր լրագրողներին իրան ներկայացնեն պատվավոր նախագահ։ Հասկանում եք, այ անձի մեծարումը որտեղից է գալիս։ Այն դաշնակները ոչ մեկ իրանց նախագահին չի ասում պատվավոր նախագահ, բայց այ Վարդան դոկ կուսակցության պատվավոր նախագահ ասում այսօր մեր մոտ հյուր է։ Այդ թե որտեղ է անձի մեծարումը, այդ звездная болезнь, որն է խանգարում, որ ինքը չի կարողանում կոալիցիա կազմել այլ ուժերի հետ, ինքը չի կազմելու։ Այդ ամենը սենց մի տեսակ շղարշ է, դա պոպուլիզմ է։ Դա պարզապես պոպուլիզմ է, որ ժողովուրդն ասի, տեսեք բոլորը վատն է, տեսեք ես ասեցի։ Բայց մարդիկ կարող է զանգեն ասեն, բան ինքը ընդհանրապես չպատասխանի։ Վաղն էլ այդ մարդը կանգնի հեռախոս, օրինակ ուղիղ տեքստով ասի, ես դիմեցի, ուզում էի զանգեի, դուրս գայի կապի Վարդանի հետ, Վարդանը չհամաձայնվեց, ոնց որ ինձ այդ մարդն է ասում էլի, ես մել չզանգեց ինձ հետ։ Հիմա էլ վախում ասեմ, կարող է ինձ քրֆի։ Այ սա է իրականությունը։ Հիմա ում է հավատանք։ Փաստը նա է, որ Գյումրին կորցվեցին, Գյումրիում Հայաստանը պարտվեց։ Իսկ բանը Սարիգը ԿՊ-ն նույնիսկ Գյումրիում 10% ավելի շատ ձայն տարավ, քան անցած ընտրություններին։ Նիկոլի Վարգանիշը ընկնում է, իսկ ԿՊ-ն հակառակ ավելի շատ ձայն է տանում։ Որտեւ այդ ձայները հենց Վարդանի ձայներն էր, դոկ կուսակցության։ Որտեւ մարդիկ երկու չարիքի մեջ որոշները որոշեցին, որ միգուցե ավելի լավ է ԿՊ-ն մնա։ Դե որտեւ մի էլի լավ բան տեսել են, էլի մի քիչ ազնվություն կանտրությունների բանի մեջ։ Սակայն հենց Վարդանի Ղուկասյանի համար գողականներն են աշխատել լավ լեննականում։ Ես այդ Վարդանի Ղուկասյանին ընդհանրապես այն լսեք, ես ռուսներին դեմ չեմ, նայեք, բայց ես միշտ կողմ եմ, որ մարդիկ արժանապատիվ նստեն սեղանի շուրջ, էլի, նույն ռուս լինի, ով լինի, էլի, որպես պարտնյոր նստես, այլ ոչ թե սեղանի տակից, ոնց էր Վարդանի Ղուկասյանն է իջել էր արդեն Պուտինի զանգուլակները լպստում էր, այդ իր ստոր այդ շատ նվաստացուցիչ տոնով, էլի։ Այդ դա էր։ Ու այդ ամեն ինչը ես մեղադրում եմ հենց նա, որ մեր քաղաքական դաշտը շնչել է իրան, կուլատվել պահել է իրան Վարդանը, ինձանից բացի ժողովուրդ ոչ մեկի չհավատակ, մենակ ես եմ փրկիչ։ Ու մարդիկ էլ հավատում են։ Ես մի կին կայի հետը խոսում ենք, օրինակ ինքն էլ շատ է աջակցում Վարդանին, ասում եմ, ու իրա միակ երազանքը նայեք, որ Վարդանը գա, բոլորին գնդակահարի, ինքը գնդակահարությունը նայի եւ հիանա։ Էդ է ասում ու հետևից սկսում է անիծել բոլորին են, Նիկոլից սկսած, Լևոնից սկսած մինչև հիմա։ Տարան երեխեքի գլուխը կերան, կարող է 20 րոպե անեց կապի։ Ասում դիգին, հիմա եկեք մի հատ ռեալ աշխարհ տեղափոխվենք, էլի, մի հատ։ Ախր դուք դրան հավատում եք, որ լինելու է։ Կամ նույն այդ սխալ թեզեր, էլի, այդ տեսեք, այսա է սեկտան ոնց որ, էլի, մարդիկ հիմարություն են հավատում, որ պետք է նա հետ բերի Թալան։ Լսեք, Թալանած փողերը արդեն լվացվել են, մաքրվել են, օրինական են դարել։ Այդ ձևի օրինական փողերը ամերիկյան մաֆիան այդ փողերով սարքեց Լաս Վեգասը։ Որ ամերիկյան կառավարությունը չկարողացավ այդ փողերը հետ բերել։ Հայաստանը չի կարող։ Ինչա պետք է պետական ռեկետ անի մարդկանց։ Եվրոպական դատարանների միջոցով լրիվ հետ կբերեն, որովհետև դրանք սաղ մաքրված են արդեն։ Այստեղ Էդ է, որ մարդիկ չգիտեն, չեն ծանոթանում ուրիշի ծրագրին, խոսում են մենակ այդ սեկտանտեց է, էլի, աշխարհը կործանվում, շուտով կլինի, դուք մենակ իմ կողքը պետք է մնաք, ու մարդիկ մնացել են։ Բացեք, կարդացեք, թե ինչ պատմություններ կան սեկտաների հետ կապված, ու ոնց են մարդիկ հավատացել։ Իսկ ինչ որ ասում են Վարդանին, թեզը, որ Վարդան ասում է, ինձ ուզում են սպանել դրա համար, սենց ես հատուկ կոնսպիրոց բան է, սենց պահկված է Ջեյսոն Բորնն է դարել։ Լսեք, այսօր 21-րդ դարն է, եթե ինչ որ մեկը ուզենար իսկապես
մեծահարուստներից մեր հայկական մանուները չտան Վարդանի հետ հաշվի արդար տեսներ շատ հանգիստ նրանք տեղը կգտնեին հիմա չդնեմ ձեզ բացատրեմ թե ինչա Darknet-ը ումից օգտվում են էլ հետաքննող լրագրողներ էլ որոշ հատուկ ծառայություններ բան էլի նրանք ջարդում են այդ բոլոր բազաները եւ գտնում են մարդկանց եթե պետք է նույնիսկ բիոմետրիայով էլի այդ մարդու տեսախցիկները որտեղ է նրա դեմքը հայտնվել հերթով այդ խոշոր կետերը քանդում են ջարդում են բաներ էլի օրինակ McDonald's ցանցի ամբողջ տեսախցիկներ ու տեսնում են քանի անգամ է մտել հաճախականություն այդ դե մարդկանց գտնում են մի խոսքով մա չեմ բացատրի բացեք կարդացեք գտեք շատ բան կա Նեսօր որ ուզեին այդ ձև կանեին ու հիմա չասեք դա դու ճանապարհ ես ցույց տալիս լսիր անասուն դու կարող ես հիմա նստած ես գոմում կովի հետ կենակցում ես կամ խոզի հետ գալի քնում դու չես լսել այդ բայց հավատա Խաչատուր Սուքասյանի Գագիկ Ծառուկյան կամ Տաշիր Սամոն նրանք այդ ամեն ինչը շատ լավ գիտեն այդ մարդիկ աշխարհին հավասար ապրող մարդիկ են եթե ուզենային այդ բոլոր այդ ամեն ինչը հեշտ արվող էր Դա համար որ անվտանգությունը իր համար տենց բարձր դա պարզապես ձեր համար էր ավելի Եթե ուզեն իրան վնասել վաղուց գտել վնասել էին ու պատժել Այս է որ չգրեք էլի ես հիմա փորձում եմ ամեն ինչը ասենց գտնեմ պատասխան տամ որ մարդկանց ավելի པարզ լինի որ էդ էլ է սխալ թեզ եղել էլի Այս սա է ժողովուրդ ջան ու տեսեք կյանքը կարճ է լսեք ժամանակը հետ չես բերի հիմա մյուս ընտրությունները ազգային ժողովն է լինելու գոնե ժողովրդական մի ուժ գոնե մտնի նայեք հասկանում եք գոնե ժողովուրդ գոնե ընդդիմություն լինի Եթե չենք հաղթի մյուսում գոնե ազգային ժողովում լինի իսկական ընդդիմություն որ մի քիչ ժողովրդի շահերից դուրս գա հասկանում եք Թե գիտեք մի հատ երկիր է որ ոչ դատարան կա նորմալ ոչ մի բան առողջապահություն ոչինչ չկա մարդիկ ողորմելի վիճակով են Մի քանի հատ փայլուն Երևանյան մի քանի բանով դա Հայաստան չի Նույն այսօր փախստականները Արցախից որ եկան լծվեցին հասկանում եք խնդիրները շատ է Ես հələ հաղորդում կանեմ թե անձապաշտությունը դա մեր ազգի մեծագույն ցավերից մեկն է որ անձերի է սիրուն պաշտել այլ ոչ թե գաղափար կամ ինչ որ մի բան Այս ես ունայեք էլի ես ազնիվ եմ իմ քննադատության մեջ որտեղ պետք է ասենց լինի որ ամեն ինչ հղկվի Ես հիմա նայեք հաջորդ ընտրություններին եւս կանգնած կլինեմ դա մի տարուց է ազգամետ ժողովրդամետ ուժի կողքը եթե տենց ուժ լինի ու բոլորս էլ կկանգնենք երևի բոլորը Բացի են վճարովի հատուկ ծառայություններ տվող այդ լրատվամիջոցներից մնացածս կկանգնենք այդ ուժի կողքը ու հիմա դա հարց է դա ով կլինի Վարդան Ղուկասյանը կձևավորի խելք կհավաքի ավելի այս սխալները ամեն ինչ կգնահատի թե ով կլինի չգիտեմ այնտեղ Գալստյան Արմեն կլինի թե Ղալթախճյան Պավլիկ թե Էդմոն Մարուկյան ես հիմա չգիտեմ բայց պետք է լինի ինչ որ մեկը ու պետք է այդ ուժը համախմբվի իրար հետ հասկանում եք իրանց բոլորը չեն կարող թակավոր լինեն էլի ցենց հետո ապարակտված պետք է իրար զիջեն ու հավաքվեն որ մի բան ստացվի որ այս նույն ձևի պոռնիկները էլի չհաղթեն ու ուրախանան մենք նայենք մանթրա շնգնենք հիմա էլ մանթրաշից նստած ես բան ձայնագրեմ ցենց ուղերձելի ցենց հաղորդում այսքանը այսօր Այսա շատ հիասթափվեցի շատ այդ որ կարող էր ամեն ինչ ուրիշ ձև լիներ բայց ստացվեց սենց էլի Ժողովուրդ այսքանը հիմա գրեք այնտեղ կիսվեք թե ինչա ձեր կարծիքը որ ուրիշ ուժեր դուրս գան ինքս ես հիմա կնայեմ մարդկանց որ խորհուրդ տանք դուք էլ լսեք ծրագրերին ծանոթանաք էլի այլ ոչ թե
Փրթեմ, թափեմ, այտենց բան բոլորն է սիրում են։ Տես Լենինն էլ արեց բերեց հեղափոխություն, սով եղավ, էդ Գոլադոմոր բան։ Տեսիք այդ ամենահեշտը հարուստից խլեմ Քյասիբին տամ, հե։ Ֆիդել Կաստրոն էլ արեց, խլեց տվեց Քյասիբին։ Տես բոլորը Քյասիբ են։ Դա ամենա բանն է, էլի հասկանում եք, այն դեբիլ է դա ուզում։ Ինքը չաշխատի հարուստից գողանան տան իրան ու ապրեն։ Այ բդլն է դա սիրում։ Բայց այդ ծրագիրը սխալ է։ Այդ ամեն ինչը բերում է ավելի է հետ տանում։ Այսքան է երևի կարողացա բացատրեմ ժողովուրդ ջան։ Այսքան է, բան չմոռացա ոնց որ։ Հիմա չգրեք դու մեկնալին ես խփում մեկ մեխին, էլի ես ազնիվ անկախ եմ խոսում, նայեք։ Ինձ համար անձը չի կարևոր, այլ երկիրը, երկրի ապագան։ Անձապաշտություններ, Լենինապաշտությունը տեսեք, նույն Ստալինապաշտությունը, նույն Ֆիդել էին պաշտում, Կիմ Չեն Ին ընդեղ, Մաո Ձեդուն, ուր հասան, միլիոնավոր սովետ մարդիկ կոտորվեցին Չինաստանում, մոտ 20-40 միլիոն թիվն էլ ճիշտ չեն ասում, երբ որ անձերին սկսեցին պաշտել։ Դա տենց է դիկտատուրան ստեղծվում, հասկանում եք։ Հիշեք, Չերչիլը 45 թվին, որ պատերազմը հաղթեց, Պոտսդամ բան, հասկանում եք, այդ հաղթանակած իրանց այդ վարչապետը, մյուս ընտրությունները պարտվեց, ժողովուրդը փոխեց իրան։ Այ օրինակ վերցեք անգլիացուց, չկա անձապաշտություն։ Պատերազմի հետ միասին Չերչիլը գնաց թոշակի, էլ թե Չերչիլ չկար Անգլիան։ Նոր ուժեր եկան իշխանության։ Իսկ մենք անձերի ենք պաշտում, մեզ պետությունը չի, գաղափարը պետական չի կարևոր, այլ անձն է կարևոր, այս սա է իմ ուղերձ այսօրվա, չգիտեմ կհասկացաք թե չէ, այսքանը, ու մի բան ասեմ հիմա սենց հայտարարության պես, ժողովուրդ, ես Մոսկվայում եմ հիմա ապրում էլի, ու ես կուզենամ ունենամ ալիքում գործընկեր, հասկանում եք, որ ալիքը զարգացվի, ալիքը ես հենց մեքենայից եմ խոսում, աշխատանքը վերջում կամ բան, որ ֆորմատը փոխենք ու ավելի առաջ տանենք, տեղ կա աճելու ու շատ, պատմական ավելի, քաղաքական, վերլուծական, տարբեր հաղորդումներ կազմենք և հավաքենք ավելի լսարանը զարգացնենք, ավելի քաղաքակիրթ տանենք, եթե կա մարդ ով ցանկանում է, կարող եք դուրս գալ կապի, ես ունեմ հեռախոսահամար հենց YouTube-ի հենց առաջի էջում կա դրած, բան Messenger չի բանը, WhatsApp, դրանով կապնվեք, Messenger-ը շատերը բողոքում են, որ նամակները չի հասնում, ես էլ եմ տեսնում, կարող եք նույն էլի WhatsApp-ի վրա գրեք, դեղ հեռախոսահամար կա, այսքանը, ես անենց փող հավաքել, տենց հաշվի համար բան, չկա, պարզապես պետք է ալիքը զարգացնելու ներդրումներ, դրա համար եմ ասում, եթե կա մարդ, որ դառնա գործընկեր, իրար հետ զարգացնենք, ես այդքան ժամանակ էլ չունեմ, էլի, որ տրամադրեմ դրան, էլի, մարդ պետք է արդեն չաշխատի, զբաղվի այդ մյուս գործով, եթե կան առաջարկություններ գրեք, որտև ծրագրեր շատ կան հետաքրքիր, ես ինքս խոստացել էի բանը, Պուշկինի թեման, որ ես բացահայտել եմ, թե Պուշկինին չի ասել, ты старуха, ты трус, ты раб, ты армянин, այդ տազիտ պատմվածքի թեմայով, ես մի ռուս մասնագետի հետ եմ զրուցել, համաձայնը հաղորդում կազմելու, պարզապես տաղավար չկա հարմար, որ այդ ինքը շատ հետաքրքրեց իրան ու ինքն էլ համաձայնվեց իմ թեզի հետ, որ դա ավելի ճիշտ բացատրություն է, քան այն հիմարությունը, որ հիմա մատուցվել է մարդկանց, էլի։ Դա համար ինձ պետք է հովանավոր կողքես կանգնած մարդ, որ այդ ամեն ինչ անենք ավելի քաղաքակիրթ ու զարգացնենք, փորձենք մեր ժողովրդին բերենք ավելի քաղաքակիրթ դաշտ։
ավելի մի քիչ շատ եմ նախանձում էլի ռուսական այդ համացանցի նույն այդ ինչքան ինֆորմացիայի աղբյուրներ կան, այլընտրանքային, ավելի ճիշտ, որ մեր մոտ այդ ամեն ինչի սով է։ Միայն ստեր, կեղծիկ, կեղծված ամեն ինչ էլի մատուցվում է մարդկանց, որտեվ կրթել է պետք մարդկանց, որ Վարդանի Գուկասյանները չբազմանան, չխափեն։ Այսենց, եթե մարդ կա ում հետաքրքրում է այս ամեն ինչը, դուրս եկեք կապի։ Մեծ ֆինանսներ պետք չեն, ժամանակ հետո ինքը արդեն իրան կապահովի եւ գովազդով տեղը բերի, էլի ծախսերը կփակի։ Իսկանը, շնորհակալություն, հաջողություն։